Պարոն Պասկևիչյան, դուք հեղինակն եք կորսված գարնան, որը մարտի 1-ի մասին է պատմում, երբ որ ստեղծվում էր ֆիլմը, ինչ զգացողություններ կային կապված իրադարձությունների հետ, կամ դա ինչ նշանակ, միակ թերևս փաստավավերագրական ֆիլմն է, որը պատմում է մարտի 1-ի մասին, դա ինչ կարևորություն ունի առհասարակ մեր պատմության ու մեր հետագա սերունդների համար։ Գիտեք, մարտի 1-ը դա այնպիսի մի իրադարձություն էր, որը կարելի է ասել աննախադեպ էր, և ես կարծում եի, որ իմ որպես լրագրողի պարտականությունն էր վավերագրել դա և անպայման այդ ամենը վավերագրել իր հիմնական նախապատմությամբ, այսինքն դա հաջորդել էր նախագահական ընտրություններին, որոնք կեղծվել էին, այդ կեղծիքի պատճառով ժողովուրդը ըմբոստացել էր և այդ ըմբոստությունը ավարտվեց արյունահեղությամբ, և ես միշտ ասում եմ այդ բանը, երբ որ նույնիսկ հմեկով ուզում էին ցուցադրել, եթե չեմ սխալվում 2019 թվականի հունվարին էր դա, ասում էին ինքը երկու մասից է ֆիլմը, առաջին մասը այդ ընտրությունների հատվածն է, երկրորդ մասը բուն մարտի 1-ի, ասում էին գուցե երկար է, գուցե միայն երկրորդ մասը ցուցադրենք, ես կատեգորիկ դեմ էի և ասում էի, որ անհնար է դրանք իրարից կտրել, անհնար է առանձնացնել, և ես կարծում եմ, որ մարտի 1-ը, եթե ժամանակին ճիշտ գնահատական ստանար, շատ բաներ գուցե այլ կերպ դասավորվեին Հայաստանում։ Օրինակ արյունահեղություններ չէին լինի, եթե ճիշտ գնահատական քաղաքական իրավիճակի։ Քաղաքական իրավիճակի առումով այլ արյունահեղություններ չեղան, բայց պետք էր հասկանալ, թե այդ ընտրություններում առհասարակ ինչի էր առաջադրվել Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչ ուներ, ինչ նպատակներ ուներ, մեծ հաշվով, սկսած սեպտեմբերի 21-ից, երբ որ ինքը հայտ ներկայացրեց, վերադառնալու քաղաքականություն, հիմնական խնդիրը Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումն էր, և մարտի 1-ով մենք պետքա այսօր ֆիքսենք, գոնե քաղաքական մասով, գիտեք հիմա ընկնում են իրավական խնդիրների վրա, ով ինչ զենքով կրակեց, ով ինչ հրաման տվեց և այլն, քաղաքական մասով պետքա հասկանալ, որ մարտի 1-ի առավոտյան վիժեցվեց Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման թերևս վերջին հնարավորությունը։ Իսկ օրերս ազգային ժողովում քննարկում էր ևս մեկ անգամ մարտի 1-ի վերաբերյալ, ձեր ասած իրավական գնահատականներ էին հնչում, զենքերի վերաբերյալ և այլն, սակայն քաղաքական գնահատական իսկապես այդպես էլ որևէ մեկի կողմից չհնչեց, ըստ ձեզ ինչու ձեզ օրինակ չէին հրավիրել և ինչու ձեզ չտեսանք ազգային ժողովի շահույթներով հրավիրել են, ես շատ կտրականապես մերժել եմ այդ հրավերները, ես այդ հանձնաժողովներում անելիք չունեմ, ես այն տեսակետն ունեմ և իմ ֆիլմում էլ է արտահայտված այդ տեսակետը, որ մարտի 1-ը ի սկզբանե բացահայտված է, ակնհայտ է, որ առանց օրվա իշխանության, որ Ռոբերտ Քոչարյանն է, ուրեմն գիտության և հրամանի չէր կարող տեղի ունենալ մարտի 1։ Այսինքն միակ մեղավորը մարտի 1-ի մնում է Ռոբերտ Քոչարյանը։ Ես կարծում եմ, որ այդ օրվա իշխանությունն էր մեղավոր, այո, մարտի 1-ի համար։ Եվ այսօր գնալ այդ մանրամասների մեջ, ով ում ինչ հրաման տվեց, ով ոնց կատարեց այդ հրամանը, ինչ արեցին, ինչ զենք կիրառեցին, այդ ամեն ինչը ֆիլմում էլ կա, այդ ամեն ինչը երևում է ֆիլմում։ Այդ ամենը երևում է, թե ոնց էին կեղծ գործեր սարքում մարդկանց վրա, թե ոնց էր աշխատում օրվա պրոպագանդան, այդ ամենը կա, բայց եթե մեծ կտորով նայում ես, երկրում եթե որևէ բան տեղի է ունենում, այդ դրա պատասխանատուն, ինչպես նաև 44-օրյա պատերազմի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, մարտի 1-ի պատասխանատունը Ռոբերտ Քոչարյանն է։
Իսկ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը, որ ասում է մարտի 1-ը բացահայտված է, սակայն մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել։ Մենք կտեսնենք այդ օրը, երբ որ Չենք տեսնի, որովհետև մարտի 1-ը ինչի է հիմա նորից վերարծարծվում այդ հարցը, որովհետև ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանին դա պետք է։ Ու Նիկոլ Փաշինյանին այդ այսպես կոչված քեյսը մարտի 1-ի միշտ պետք է լինելու։ Միշտ պետք է լինելու։ Ու երբեք չի բացահայտվելու։ Երբեք, չէ, ես չեմ ասում չի բացահայտվելու, որովհետև քիչ առաջ ասեցի բացահայտված է եւ չեմ ուզում ինքս ինձ հակասեմ։ Ես ասում եմ ինքը երբեք արժանի գնահատական չի ստանալու, որովհետև մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի, ոնց ասեմ, Սուրբ կովն է Նիկոլ Փաշինյանի։ Պահում է, երբ որ պետք է լինում նոր։ Այո, երբ որ պետք է լինում օգտագործում է, հիմա կօգտագործի, հետո այդ հարցը կտեսնեք, ընտրություններից հետո նորից ոչինչ չի լինի, այդ հարցը կքնի, հետո եթե մեր բախտը չբերի ինքը նորից վերարտադրվի, նորից այս հարցը կվերարծարծվի այլ ձևով արդեն։